Ատյոն, բոլորդ արտացեք հլը։ Արագացնեք։ Մուշեք դու հիվանդ ես։ Քեզ ո՞վ ա թույլ տվել առանց դուռը թակելու մտնես մեզ սենյակ։ Լսի աղջիկ ջան, ստեղ հարցերը ես եմ տալիս, ասում եմ արագացնեք, հենց հիմա ելեք շարվեք։ Մուշեք ձյաձյա, եթե դու հենց հիմա այս սենյակից դուրս չեկար, մենք անցնելու ենք պաշտպանողական գործողությունների, ես քեզ զգուշացնում եմ։ Ես մի հատ հարց ունեմ, ու մինչև այդ հարցի պատասխանը չստանամ, ես այս սենյակից չեմ գնա, ու առաջինը հարցին կպատասխանի փոքրիկ սատանա։ Մուշեք դու մեռար։ Ուսո լավ էլի տես մի խոսա, եթե տոկոսային հարաբերությամբ նայենք, ուրեմն դու 100% սխալ ես։ 100%, որովհետև աղջիկների սենյակ առանց դուրս ծեծելու մտնելը, ում դեից առանց ծեծ ուտելու դուրս գալը, այդ նույն բանը ոնց որ մտնես մինիպոլիա ու չպայթես։ Հա, թեկուզ ես սխալ եմ, բայց այդ կապ չունի։ Հələ թող դուրս գան, նայ 3-ին է գցելու եմ Ժաննա Դարկի օրը, 3-ի քիթն է ջարդելու է։ Մուշեղ, Ժաննա Դարկին վառել են։ Իսկ դու ինչ գիտես, վառելուց առաջ ինչ են արել։ Հիմա ասեք ում քիթն եմ առաջինը ջարդել։ Մուշեղ ձյաձյա, սկսենք նրանից, թե ինչի էր մտել այսօր մեր սենյակ։ Այ հիմա քեզ ուշադիր լսում ենք։ Ասեմ, ուրեմն առավոտ շուտ որոշում եմ զանգեմ, մեկ էլ տենում եմ, որ իմ հեռախոսը արգելա փակված է։ Մուշեղ, եթե ուզում էր մեր հեռախոսներից օգտվեիր, կարայր հանգիստ խնդրեիր, մենք քեզ կտայինք։ Էլ ինչ կարիք կարեց Զուլիչովդ շոու սարքես։ Մինչև վերջ լսի։ Ուրեմն զանգում եմ օպերատորին, պարզվում է, որ ես 35,000 դրամ պարտք ունեմ։ Ում, օպերատորին։ Չէ, պարզվում է, որ woman մեկը, ավելի ճիշտ woman մեկը, ամեն գիշեր իմ քնելուց հետո վերցնում է իմ հեռախոսը ու զանգում է Ղարաբաղ ժամերով խոսում է։ Հիմա ինձ ասեք, այս երկուսիցդ ով է զանգել Ղարաբաղ։ Իմ հեռախոսից։ Մանե, ես արդեն հոգնել եմ քեզանից, որովհետև դու ինչ մտել ես այս տուն, բոլորս խնդիրների մեջ ենք հայտնվել։ Հիմա ինձ բացատրի ում հետ ես խոսացել, Մանե։ Ընկերուհուս հետ տաթև։ Մանե ջան, ուրեմն գնում ես, ընկերուհուցդ ուզում ես այդ 35,000 դրամը ու բերում ես տալիս ես Մուշեղին։ Ու ինձ հանկարծ այդ հարցով չդիմես, հասկացար։ Բրավո, բրավո։ Վերջապես դուք ընդունեցիք եմ փաստը, որ այս տան մեջի ամենամեծ խառնակիչ ես չայի գտալնա։ Մուշեղ, իսկ դու մի առիթավորվի։
Որովհետև ես հիմա գնում եմ աշխատանքի ու եթե Մանեի գլխից մազա պակասել, այսօրվա մենամարտի երկրորդ ռաունդն է լինելու։ Ու քո համար շատ ցավոտ կլինի։ Ավելի ճիշտ քո հարազատների համար, որովհետև դու ցավ չես զգա։ Հասկացանք իրար։ Լսեցի՞ր քուրդ ինչ ասեց։ Հա, լսեցի, որ քո համար շատ ցավոտ կլինի։ Չէ, փողի հետ կապված ինչ ասեց։ Ուրեմն հենց հիմա գնում ես այդ փողը ճարում ես ու բերում տալիս ես ինձ։ Թե չէ։ Թե չէ, Տաթևին կասեմ։ Ինչ են կացել է թևից չի պոկվում։ Այ, կես բա։ Վելու մի հատ պոկի էլի։ Մուշեղ, կարողա պետք չի պոկեմ, կարողա չդիմանաս։ Ոչ չեմ դիմանա, Ֆելո, պոկի մի հատ նորմալ։ Պոկի Արխենի է։ Մանե, ես գումար չունեմ, դեռ աշխատավարձ չեմ ստացել։ Իսկ ուրիշ տարբերակ չկա։ Չէ, Մանե ջան, ուրիշ տարբերակ չկա։ Մեր հիվանդանոցի աշխատողների խալաթների գրպանները կարված են։ Միակ տարբերակը այն էր, որ վերելակի աշխատողից պարտքով գումար վերցնեի, այն էլ ես վերջում տեսախցիկներ են դրել, իրանից էլ չեմ կարա փող վերցնեմ, այնպես որ փող չկա։ Բա ես հիմա ինչ եմ անելու։ Մանե, եթե ուզում ես շանտաժ անես, ասեմ, որ անիմաստ է, որովհետև ես հիմա ֆինանսապես նենց վիճակում եմ, որ նույնիսկ համաձայն եմ, որ գնաս Մուշեղին պատմես իմ ու Արսենի հարաբերությունների մասին։ Լուրջ, Արսենն էլ է համաձայն։ Արսեն այնքանով է համաձայն, որ երեք ես եմ իրան տրանսպորտի փող տվել։ Խնդրեմ մեծ ձեր հաշիվը։ Էս ի՞նչ է։ Հաշիվն է ինչ է։ Բա ինչի՞ է տետրի թղթի վրա գրված։ Ներողություն, իսկ դուք կարող ա հարկայինից եք։ Ոչ։ Դե այդ դեպքում հաշիվը փակեք ու գնացեք, ինչ կապ ունի թղթի վրա է գրած թե ՀԴՄ-ի։ Ամեն ասեմ, որ մեր ՀԴՄ-ի ապարատը չի աշխատում։ Արդեն որի օրտ անգամ մենք գալիս ենք, հաշիվը թղթի վրա եք բերում։ Չեմ հասկանում ձեր ՀԴՄ-ի ապարատը միշտ փչացած է։ Հա, փչացած է, բայց շրջապատը անգե փչացել ու տնեցիկ չեն կարում դեմը առնել։ Ձեր եք առնում։ Չէ, ես այդ ձեռի բիզնեսում չկամ, եկամտաբեր չի ընդհանրապես։ Հիմար։ Ուրախ եմ, Ռուբեն։ Կյանքում ստեղ չեն կա։ Ռուբեն, նոր սրճարանից հաճախորդներ դուրս եկան, ովքեր բողոքում էին սպասարկումից։ Ինչ ես արել։ Ով ես Տաթև ջան։ Ցավը տանը մետ իրանք են արել։ Հաշիվն ուզեցին, ինչը մի րոպե ուշ տարա, դու տեսնի մենակ ինչ էր կատարվում ստեղ։ Գորգռում, ղժղժում, զենք կանես էս ֆերեսնումը։ Դու գիտես մենք ով ենք։ Սեղանները շուրտալ քաֆուր միայն։ Այդ աղջիկները, Ռուբեն։ Դու դրանց դեմքին մի խափնվի, առաջի տպավորությունը միշտ խափուսիկ է լինում, էլի Տաթև ջան։ Ճիշտ ես ասում, գիտես։ Օրինակ, որ ես քեզ առաջին անգամ տեսա, մտածեցի, որ շատ համեստ, խելոք ու ամենակարևորը ճշտախոս տղա ես, Ռուբեն։ Բայց դա չի Տաթև ջան, յանի։ Ես ճիշտ եմ ասում։ Անցար գործիք։ Կներես մանեջան, բայց ես մի կոպեկ փող չունեմ։ Երեք էլ տրանսպորտի փողը ուրիշից եմ վերցրել, նենց որ քեզ չեմ կարող օգնել։ Ես գիտեմ ումից ես վերցրել Արսեն։ Ֆելո։ Դու էլ չես կարա տաս։ Մանե ջան, ես ընդամենը 2560 դրամ փող ունեմ, էդ էլ գործի մեջ է։ Ես զարմանում եմ ձեզանից ինչ տղամարդ, որ գումար չունեք։ Այս գրպանները նախատեսված է գումարի համար։ Ճիշտ է էլի Տաթևը ասում, որ իրենք կայացած տղամարդիկ են հետաքրքրում։
ոչ թե քո նման։ Տաթև տենց բան ասել։ Հա, ասելա, ես իմ ակաժներով եմ լսել։ Եթե դու նորմալ տղա լինեիր ու գործ ունենայիր նորմալ, տաթևը միգուցե քո վրա ուշադրություն դարձներ։ Փողը եղավ։ Դեռ ոչ։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ 2 պաշկա ժամանակ եմ տալիս։ Մինչև ես 2 պաշկեն չրտեմ, այդ փողը բերացել ես։ Եղավ ծերուկ։ Արս մտածում եմ կարող ես հանգես քավորիդ ինձ իր մոտ գործի տեղավորես։ Ֆելո լավ էլի, ինչ լինում է զանգում եմ քավորին։ Պասպորտ սեղանում գործալինում զանգում եմ քավորին, կադաստրում գործալինում զանգում եմ քավորին։ Ամոթա ինչքան կարամ այդ մարդուն զանգեմ։ Դառել այդ մարդը լրիվ քավոր պա տելեֆոնում։ Չեմ զանգի, ամաչում։ Արսեն, ես ու դու իրար հետ պայմանավորվել ենք, որ իմ հարսանիքի քավորը դու ես, չէ՞ լինելու։ Ասեք թե հա հետո։ Քավոր ջան, շատ եմ խնդրում զանգի էլի։ Լավ ֆելո, նա ինչ ենք անում հիմա։ Գնում ես այդ շորերը փոխում ես, նենց ես հագնվում, որ այդ տատու պապուները ջերևա ու գնում ենք քավորից մոտ։ Շատ ապես, քավոր ջան։ Հա, մեկ էլ մի բան, որ գնանք քավորի մոտ քարտուղարում տենես, հանկարծ չսկսես կակազել։ Չնայած որ ես էլ տենում եմ կակազում եմ։ Մանե ջան, եթե Մուշեղին գումարը հարկավոր, ինչի ինքը ինձ չի ասում։ Ախարտիկին Տամարա, դուք Մուշեղին վաղուց եք ճանաչում։ Նա սովից կմեռնի, բայց ձեզանից երբեք գումար չի վերցնի։ Հա, բարձա։ Բայց կարող եմ իմանալ ինչի համար է պետք այդ գումարը։ Ինչի համար։ Տիկին Տամարա, Մուշեղը իրան շատ վատ ազգում այս վերջերս ու որոշել է անալիզներ հանձնի։ Ու այդ անալիզների համար գումար է հարկավոր 35,000 դրամ։ Դե ես ասել էի, որ ինքս կճարեմ ու խնդրում եմ էլի տիկին Տամարա Մուշեղը չիմանա, որ այդ գումարը ձեզանից եմ վերցրել։ Չէ, իհարկե Մանե ջան, խնդիր չկա, չեմ ասի։ Լավ, հիմա այստեղ սպասի, գնամ բերեմ։ Աղաս ջան, ցավը տանեմ։ Չկարողացա զանգել, հեռախոսս արգելա փակվել էր, elə գնացի, մուծեցի, միացրեցին։ Հիմա ինչ, վաղը գնում ենք ձկնորսության։ Դեն փչովի կուկլեն բանը։ Լոդկեն կվերցնես անպայման, են 3 տեղանոց պալատկեն իրա խոհանոցով բանով գնանք մի հատ լավ ձուկ բռնենք։ Որդերն է իմ վրա, որդը ես կբերեմ։ Վաղը, ոնց որ ասած, 7 որդով սեղան են նստելու։ Լավ, աղբեր ջան, լավ։ Յա, ծերուկ։ Ոնց որ լավ բարձր է տրամադրությունը, թա։ Հա, տրամադրությունը սնես բարձր է, որ այդ բարձրությունից գլուխս պտտվում է։ Մուշեղ ջան, տեսա որ եկար, ասացի կամ հարցնեմ անալիզներդ հանձնեցիր։ Ինչ անալիզ։ Մուշեղ ջան, ես ամեն ինչից տեղյակ եմ։ Հանգիստ տեղի։ Գիտեմ, որ փողի խնդիր չունես, բայց եթե հանկարծ փողից նեղվես, իմացի, որ ես պատրաստ եմ քեզ օգնել։ Մուշեղ։ Հա։ Հանձնեցիր անալիզներդ։ Հա, հանձնեցի Տամարա։ Ու գիտես ինչ է պարզվում։ Պարզվում է, որ իմ օրգանիզմում ինչ-որ մանրե կա, որը ազդում է իմ կենտրոնական նյարդային համակարգի վրա, ու ես շատ շտապ պետք է այդ մանրեն հեռացնեմ։ Շատ վատ բան ասացիր Մուշեղ ջան, բայց դրա համար ինչ-որ որոշակի դեղամիջոցներ են, չէ՞ նշանակում։ Ինչ դեղեր են պետք։ Ոչ մի դեղ էլ պետք չի։ Ընդամենը պետք է 1 լիտր բենզին ու լոցկի։ Ինկա, քուրս ունես, բարի օր ձեզ, բարի օր քուրս։
Օպար ջան, ոնց ես։ Հաջան, քուրս բարի օր։ Ինչ կա, ինչ ես եկել։ Քուրս աշկտլուս ցավը տանեմ։ Աղբերը տեսօր իր գունը նշանվում է։ Ոնց ում հետ։ Ոնց ում հետ։ Հայկոյի հետ ցավը տանեմ, ելում հետ պիտի նշանվեմ։ Ոնց Հայկոն եկել է Հայաստան։ Չէ, ցավը տանեմ, չի եկել Հայաստան, Skype-ով պիտի նշանվեմ։ Դու էլ օպար ջան, այսօր իր գունը երեխեքին վեգալում ես, անպայման ներկայացնելու այսօր իր գունը պիտի ապերը նշանվի։ Հրաշ ջան, բայց ես կարող չեմ այսօր կամ հետև ես պիտի քինամ Ղարաբաղ։ Դրա մասին վաբշե ոչ մի բան չենք խոսում, ցավը տանեմ։ Մանե ջան, Տաթևիկին էլ ես ասում, պապային համոզում եք, որ հանգար չգնա Ղարաբաղ։ Այսօր իր գունը մի հատ լավ քեֆ ենք անում, ցավը տանեմ։ Ես քեզ վերջում խոստանում եմ, կտանեմ Ղարաբաղ։ Ներողություն, ես երևի արդեն գնամ։ Շրջան, կգաս։ Շուն, գնա ասի Նապոլեոն ծոցային գնա։ Ահա, դու գնա Նապոլեոն ծոցա, նստիցի տանգիստ կոմոր գնա։ Անը ջան, մի թողեք պապան սրա հետ շփվեսի թեթև բոքսացած ցավը։ Մուշեղ, ես քեզ խնդրում եմ, էլի։ Լիկային ասա, թող Հրաչի առողջությամբ լուրջ զբաղվեն։ Ախր այդ տղան արդեն խելագարության գագաթնակետում է։ Հասկանում ես, դու լսեցիր ինչ էր ասում։ Նշանվում եմ Հայկոյի հետ Skype-ով։ Դա ի՞նչ է նշանակում։ Տամարա ջան, դու գիտես իրանց համար հեշտ է։ Ահա որ դժվար է։ Դու ինչի ես Ղարաբաղի բարբառով խոսում։ Հա։ Դե Տամարա ջան, դե բանը ախր ես Հրաչը չգիտեմ ինչի որոշել է, որ ես Տաթևի ու Մանեի հերն եմ։ Ես ստիպված խաղում եմ, հիմա որ տենց է որոշել, ինչ անենք։ Եթե տես չխաղամ, կճղայնանա, որ ճղայնացավ, ահա որ հետևանքներ կլինի, էլի հասկանում ես։ Մանե ուր ես գնում։ Հեսա կգամ։ Դե շուտ կգաս, որ հետդ կարևոր բան ունեմ խոսալու։ Մուշեղ, բայց Հրաչը լավ ինտուիցիա ունի, գիտես։ Եթե ես քեզ չճանաչեի, կմտածեի, որ դու Մանեի հայրն ես։ Հա, քեզ շտապ հայրանալ է պետք, գիտես։ Լավ, դե, ես գնամ։ Բարդ ես ինչ կցանկանաք։ Ոյ, Ֆել ջան, դու ես այ ախպեր չճանաչեցի, հարստանալու ես, հա։ Գիտեմ։ Հիմա նա ինչ ես անում, գնում ես Տաթևին ասում ես, որ հարկայինից մարդ է եկել ստուգումների։ Որտե՞ղ եմ, ստո սավը տանում, հարկայինից մարդ կստեմ, հա։ Դեմդ։ Գնա ասա թող գա։ Արա Ֆելո ջան, վախացրեցիր սավը տանում, բումաժնիկս վախից գույնը գցեց, այ ախպեր, դες բաներ մի արա։ Էսի էլ է։ Չգիտեմ ճիշտն ասած ինչ ֆոկուս ես մտածել, բայց ես շատ վստահ ես երևում։ Հեսա կասեմ կգա։ Զգուշ կլնես։ Տաթև ջան, այնտեղ հարկայինից մարդ եկե քեզ է հարցնում։ Կմոտենաս մի հատ։ Բայց ինչ ես խառնում էլ Ռուբեն, մենք ինչ որ խնդիր ունենք։ Այ չէ, Տաթև ջան, ամեն ինչ նորմալ է, ցավը տոնեմ։ Չէ։ Այն այնտեղ նստած է։ Բարև ձեզ։ Ֆելո ասեմ, որ շատ անհաջող կատակ էր։ Սպասի Տաթև։ Կատակ չի։ Լուրջ է։ Այս էլ ապացույց է։ Շատ լավ ես նկարել։ Հատկապես կնիքը շատ նման է օրիգինալին։ Չեմ նկարել Տաթև, ես իրոք աշխատում եմ հարկայինում որպես տեսուչ։ Հա հավատում եմ, Ֆելո ջան, ես էլ ոստիկանության գնդապետ եմ։ Հա, չես հավատում, փաստորեն։ Լավ, ես հիմա կզանգեմ նապարնիկիս, ինքը կգա ու ես քեզ կապացուցեմ։ Շատ լավ, բարի մոտ ձեզ եմ սպասում, պարոն Հակոբյան։ Ալո, Արսեն։ Արսեն, Հրաչը մեր տանն է։ Հանկարծ չգաք տուն։ Հենց գնա ես կզանգեմ կասեմ։ Դե լավ, դե Հայկո ջան, ցավը տանեմ։ Դու էլ գնա պատրաստվի, մազերդ ֆենում ես, ինչ ես անում, քսվում, մսվում ես, բան, ես էլ այդ մի հատ կոստյում կարողիս մոտ։ Դենամ կոստյումս պատրաստ է, թե դրան է պետք է տապեմ այսօր։ Հա, ցավը տանեմ։ I love you for, հա։
Տովը։ Բարի օր։ Բարի։ Ես կարող ես սխալ եմ եկալ։ Կարող գիտում ես Տաթևը լիկան մանեն շտեղ են ապրում։ Տիերի հարկումը Տաթևերի։ Իրոնք ստեն մնում։ Ինչ կա որ։ Բա ես տեղ են մնում, դու հուղուս։ Ես հերաչն եմ։ Դու ով ես։ Ես Տաթևին մանեին հարն եմ։ Ոնց կարաս դու իրանց հայրը լնես։ Ես իրանց պապային ճանաչում եմ։ Սամազվանեց բաները սանում օպար։ Ախ, գլոխդ խարաբա։ Գլոխ չես ընկում ինչ ես ասում։ Կարող եմ ինչում պալախտամ խելքդ գլոխդ։ Ոյ մամա ջան։ Ես Ֆիլենցիացան ինչի է եկել։ Չէ, օպար։ Աշկից դու ինձ տեղը չես բերում։ Ձերքդ կուտրատալուղում, կուղկը ճաղեր է դուստան, թոքու ճիգեր է ծրևտան, կրքնի դուստան, գլոխդ պողտան, մաշկատ կողտան, արա, մաշկի կացտավաշկեր է դուսոնին, գլոխ ես ընգյում, մեյդը նիկեցնի մերի վարա հլակոտ։ Ինչ։ Սովերարա։ Ափսոս նշանդրեքը սա թե չէ։ Հակոբյան, մալադեց քեզ։ Առաջին աշխատանքային օրվա համար լավ էլ թոթոլ խախտում ես կպցրել։ Դե մեջ տպելու համար ստեղ մինիմում 500,000 ակտ կարելի է գրել։ Բա որ շեֆին եմ ասել, պրեմիա կտա։ Լավ, Սիմոնյան ջան, իսկ հնարավոր անենց անենք, որ այս անգամ ոնց որ ներենք, որ մյուս անգամ իրանք այդ նույն խախտումը չանեն։ Ախ Սիմոնյան չի, Գևորգյան։ Երկրորդ էլ ուզում ես առաջին օրով շեֆը նկատողություն անի։ Լավ, չէ, իհարկե չէ։ Ես հիմա անպայման կգրեմ այդ ակտը։ Դե ուրեմն ես դուրս եմ գալիս, ակտը գրում ես։ Ապրես։ Առաջին օրով պլանը գելա կատարեցիր։ Բելո։ Քո արածը քո դուրն է, կա։ Ես ինչ անեմ, Ռուբո։ Որ Տաթևն ինձ հավատար, ես ես նապարնիկից չէի կանչի ու հիմա մենք այս պատմության մեջ չենք ընկնում։ Տաթև ջան, կներես, իրականում ես կարա ես ամեն ինչի վրա աչք փակեի, բայց տեսար ինձանից կախված չի։ Ես մտածելու բան չունեմ։ Թող Ռուբենը մտածի։ Ավելի։ Իգորազը դες որտե՞ց է տալի ծավալ տալը։ Իդեպ շնորհավորում եմ նոր աշխատանքիդ կապակցությամբ։ Բելո ջան, պարոն Հակոբյան, խնդրում եմ էլի եկեք մի բան անենք էլի, տակտը 500,000 Ապրես մակարին, ախր լիկա ջան, ես շտեղան գիտամ էլ տակ վաղբերնա, կաշանք պենչ ստացվեց, բայց դե հին գիտամ, գիտում ես լիվեր ես մեղավեր չիմիք առաջինը սկսեց։ Ոչինչ, Վիլենձեզա, ոչինչ, ուղղակի ինքը իմ եղբայրը մի քիչ բան է, էլի ագրեսիվ է, ու չի թողնում, որ անծանոթ մարդիկ մտնեն տուն։ Շատ լավ է պաշտպանող կատլից ես, բայց ես իմ խչկորցը հենց դաստիրական եմ էլ իրանք լավ կարում են, լի պաշտպան։ Տայդի, արևոտ գցիմ։ Ջան, կարոտել էի քեզ շատ։ Պապ, իսկ քանի օրով ես եկել, իհարկե շատ լավ ես արել, որ եկել ես։ 2 օրով եմ եկալ, պատար գործ ունիմ։ Պապ ջան, ծանոթացի, մեր հարևան Մուշեղ ձեձյանը։ Մուշեղ ձեձյա պապասա, եկել է 2 օրով մեր տանը մնա։ Շատ ուրախ եմ։ Բարի օր։ Շատ հաճելի է։ Ես ճիշտ ասած, երեխեքին միշտ օգնում եմ էլի տան գործերում, ասենք, չգիտեմ, ռազետկա սարքելա։ Լամպոչկա։ Լամպոչկա փոխելա, բան է էլի,
Հա, բաբ ջան, ճիշտ է ասում Մուշեղ ջան։ Մուշեղ ջա, որ խնդրեմ մի հատ զիբիլը չես տանի թափես։ Ման ինչ նշանակում զիբիլը տար թափի։ Որ թայ մարդը հունց խոսում։ Ինքդ 70-ում տանում թափում։ Տաթև դու ինչ ես նստալ։ Մին սեղանապանը կցիեն թոթի հարախ չկա, մի ստական պան խմենք ես մարդին հետ։ Հեսա բաբ։ Ես ճիշտ ասած չեմ խմում։ Ինչ նշանակում չեմ խմում։ Խմում չես, 2 լիտր էլ չես խմում։ Բայց ես մին ապրես չասիմ, աղջկորցս լավ պաշտպանելի հետ։ Հա, աղջկորց։ Ասում, չում սեղանը կցի։ Դու չուզ ման նկացա, եկ մինս դե։ Չայ ես խմում։ Օզում չուս։ Ռուք ջան, մի հատ մեծ խնդրանք ունենք քեզ։ Այսօր Տաթևի պապան ա եկել Ղարաբաղից ու մնալու տեղ չունենք։ Որ խնդրեմ, այսօր կթողես տեղ մնանք։ Արժ չկա Արսեն ջան։ Բայց Արս ջան գիտես էլի փողը գիշերը Հա, հարց չկա Ռուք ջան, ինչքան է։ Քո համար 1000 դրամ ցավը տանը, ֆելոյի համար 5 միլիոն։ Ընդհանուր առմամբ 5 միլիոն 1000 դրամ։ 1000 դրամ։ Մերսի Ռուք ջան։ Հա, ցավը։ Ռուբ, ախր հասկացի, ես չէի ուզում այդ ակտը գրեի, ուղղակի գործի բնույթն է տենց։ Այս էլ իմ գործի բնույթն է, ֆելո ջան։ Հաջողություն, պարոն Ակոբյան։ Տեն ասում, կակոյ պրիվը տակոյ կատլել։ Ասկանում ես ալակ, երես խոլեր են և ասում։ Ասալում, ու ասիստի կողտքով։ Ադեմ ուշեք ջան։ Ես մի ստական ալը եկ խմենք մեր հիշողությունների հետ։ Ուշեք բրատուխա, մին պատմություններ եմ հիշալ, պատնիմ սկանաս։ Մի պատմի։ Որ ինչ-որ պատմություն ես պատմում, ահա որ ցավում է։ Ես իրի գնամ։ Կինա պատարդին ջաչ։ Այդ։ Ես մինը խմենք ու եկ երամ։